ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Ադրբեջանի վաղուց ու լավն են, երբ Ռոբերտ Քոչարյանին դա առաջարկել էին, ինքը մեծ մտահոգեցից մս պետք չի Պուտինը մր պապանա մեզ կպահի, ադրբեջանցիք գնացին ՆԱՏՕ, իսկ ցավոք սրտի Քոչարյանը եւ Հայաստանի բանակը գնաց ռուսական նավի հետևից։ Ու մենք հիմա շարունակում ենք այդ ճանապարհով գնալ ցավոք սրտի, որովհետեւ հենց հիմա Հայաստանը պետքա ուղղակի շատ կոշտ կերպով հրաժարվի, այդ թվում եթե պետքա այն անձնակազմից, որը ռուսական ռազմական գաղափարները առաջ տանում, ուղղակի շպրտեն դուրս, պաշտպանության նախարարության հետ ԿՊՊ-ում պետքա կանգնեն մարդիկ, անգլերեն ողջունեն կամ ֆրանսերեն, եթե պատասխանը անգլերեն ու ֆրանսերեն չի, ասեն գնա տուն։ Այդտեղ շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, գիտեք բոլորդ, որ Ուկրաինայի վրա կախվեց այդ Կասպից նավթամուղի տրաքելը, որը ղազախական նավթն էր բերում դեպի Նովորոսիիսկ։ Ուկրաինան չի վերցրել պատասխանատվություն եւ մեծ հաշվով հա ինքը տենց ոնց նայում ես իմաստը չունի, որովհետեւ Բայց դեպքում ուղղ խփել ինչ է, ոնց ինչպես է դա մի քանի անգամ Ռուսաստանը այդ բանը կետը կանգնացրել է Ղազախստանին պատժելու համար։ Բացի դրանից բավականին հետաքրքիր իրավիճակ է տեղի ունենում, որը կապված է Ուզբեկստանի եւ Ղազախստանի գազային մատակարարումը դեպի Չինաստան, որը վաղուցվա պայմանագիր է, բայց ելնելով նրանից, որ թե Ուզբեկստանի եւ թե Ղազախստանի էլեկտրոէներգիայի սպառումը ավելացել է, իրանք իրանց գազով չեն կարողանում դա փակել։ Իրանք կարճ, երկու բառով, իրանք կախվածության մեջ են հայտնվել Գազպրոմից։ Եվ Կենտրոնական Ասիա, ինչի համար եմ սա ասում, Կենտրոնական Ասիայի երկրներ, այսինքն Ղազախստանը, Հրղստանը, այդքան չէ, որտեղ դե առանձնապես բան չէ, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, իրանք հայտնվել են խորը կախվածության մեջ Ռուսաստանից հենց հիմա։ Գազպրոմը ինչ անում։ Իրանք անում են Ադրբեջանի պես։ Ադրբեջանը իր հանած գազը, յանի վաճառում է Եվրոպա, այս որ իր սպառումը պետք է ապահովի Գազպրոմից է վերցնում։ Մոտավորապես, 2 միլիարդ անում է, 2 միլիարդ վերցնում։ Լավ, իսկ այնտեղ ինչ են անում։ Նույն բանն են անում։ Իրանք պետք է Չինաստան վաճառեն, իրանք պետք է ստեղ վաճառեն, այնտեղ վաճառեն, իրանք ինչ-որ բան սպառում ունեն, իրանք այդ օրինակ Ղազախստանը Իրանը վաճառում է Չինաստան, Գազպրոմից վերցնում։ Ինչու է վերցնում։ Չունի։ Ահա։ Այն որ ասում է անկապ կոնտրակտներ են կնքել։ Լավ շուտ կոնտրակտները կնքել են այն ժամանակ, որ Գազպրոմը հələ պատժամիջոցների տակ չէր։ Եվ հիմա թեման որն է։ Այս ահռելի կախվածությունը Կենտրոնական Ասիայի երկրների Գազպրոմից, որը բաց գրվում է ռուսերեն կամ իրանց լեզուներով, ասենք որտեղից է, մի շախբյուրներ նայում ես, տեսնում ես, նույն Թուրքմենստանի հարաբերությունների Իրանի հետ, բան չու, մեծ բաներ կան, մեծ պաշարներ կան գազի բան, բայց սրանք բոլորը արդեն բաշխված են։ Բոլորը բաշխված են։ Եվ Ռուսաստանի ազդեցությունը ահռելի մեծ է։ Ինչի համար եմ ասում։ Այս տրիպի այն ծերը, որ Կենտրոնական Ասիան եւ ասենք, չգիտեմ, նավթ, գազ, բան ինչ-որ sense բանի մասին խոսակցություն են գնում, բարձում որ դա չի կարա լինի։ Չի կարա լինի երբեք, ոչ թե 20 տարի հետո, երբ որ գազամուղը կգա Հայաստան, երբեք չի կարա լինի։ Այն խոսակցությունները, որ Տրամպի ուղարկած ագենտները, գործակալները, որոնք որ ստեղ գալիս են բան են անում, այնի արագ-արագ ինչ-որ մի քիչ ուզում փոքի։ Հիմա տեսեք, բանը չկա, Նոբելյանի շանս չկա, չէ, չի կնքվում պայմանագիր Ռուսաստանի հետ։ Պրծել է։ Ոչ ոք չի քննարկվում։ Չի էլ քննարկվելու։ Հայաստանի իշխանությունները փորձում են կախեն տրիպը Եվրամիության վրա։ Եվրամիությունը չի պատրաստվում, երբեք չի պատրաստվել ու երբևիցե չի խոսք տվել, որ ներդրում կանի, որպեսզի Սելջուկ բոլշևիկյան հրեշի գլխին ստեղծի։ Դա անիմաստորեն սպիտակ տանը լրված անձնավորության եւ ռազմական հանցագործ Բիբի Նետանյախուի պլանն է, կողքից գցած Ռուսաստան։ Այսինքն որևէ կերպ ոչ մի եվրոպական երկիր իր deep state-ի մակարդակով, նույն կարող ինչ որ քաղաքական գործիչներ ասեն սա լավ է,
բայց deep state-ի մակարդակով ցանկացած եվրոպական երկրի, չեմ ասում Սլովակիա, որ գնաք ասեք, բարձր կծի ծաղան, ասեն էլ ստեղ չգաս տղա ջան, վիզատ կճղեն, կասեն ես անձնագետեք երգնաց տեղից, դու գործ չունես Եվրոպայում, դու գնաց տեղից, որովհետև անհնար է պատկերացնել դա, խոսքը Սյունիքի ներդրումները, որը սկսվել է շատ ավելի շուտ, քան այս տրիպերով հիվանդացավ հայ կառավարությունը, խոսքը Եվրամիություն Հնդկաստան ճանապարհի մասին, որին խանգարում է այդ տրիպերը պիտի բուժվի, այսինքն պիտի բուժվի տրիպերը, մենք բոլորս տեսնում ենք ամենօրյա ռեժիմով, կամ կան մարդիկ, ովքեր չեն ուզում տեսնել, կան մարդիկ, ովքեր տեսնում են, հասկանում են, բայց չեն ուզում բարձրաձայնեն, մենք ստիպված ենք ասել, Տրամպը չարիք է, Տրամպի ադմինիստրացիան ամբողջ աշխարհի համար չարիք է, այսինքն այս տրիպեր մղձավանջը ինքը պիտի փակվի Տրամպի կադենցիայի ավարտից մի օր առաջ, ոնց որ 44 օրյա պատերազմը վերջացավ այն պահին, որ տեսան, որ Տրամպը պարտվել է, այտենց, նու սմսլի ադրբեջանցիք տեսան, մենք չի, ստեղ շատերը չէին հասկանում պատճառը, որ նա այդ բանի արձակման, նույն կերպ պիտի լինի այն պահին, որ 27 թվականին հանրապետականների պրայմերիզում ինչ-որ մի հատ թեկնածու գա, որ հասկանեն, որ այս մարդուն են աջակցելու, այս տրիպեր, բան, սաղ պիտի փակվի, ճղվի, շպրտվի հետ, զոպրծավ, այդ գնաց տեղից։ Հիմա կլինեն ներդրումներ բանի ոլորտում, հրաշալի է։ Որտեղ։ Արհեստական բանականության, Ամերիկայի այն երկու կետերը։ Այն երկու կետերը, էներգետիկա կլինի, ես հələ չեմ տեսնում։ Ես չեմ տեսնում ոչ մի ներդրում, որը ոչ թե մասնավոր, որը Nvidia-ն է, այլ պետականորեն աջակցված, ասենք մենք չենք տեսնում, որ Լուտնիկը, որը մի պակաս հիմարն է դա չի, որը էկոնոմիկայի նախարարը, թե ինչ այնտեղ, կազմակերպի հանդիպում, Հայաստանից գնան մարդիկ եւ ամերիկյան համապատասխան բաներ, կորպորացիաների ներկայացուցիչներ, բարձր հովանու ներքո, այդ կար ծաղրացուի բարձր հովանու ներքո, այստեղ խոսանես Հայաստանը ձեր համար բաց է, չեմ տեսնում դա։ Ու մերոնք չեն ձգտում, որ դա լինի, որովհետեւ բաներ կան։ Հիմա հարցը նրանում է, որ եվրոպական ներդրումային ծրագիրը վերաբերվում է, լավ կարճ ասեմ, Հայաստան, Հնդկաստան ճանապարհին, որը Իրանով անցնում, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Եվրոպական միությունը տրիպերի մեջ ոչ մի ներդրում չի անելու։ Նույնիսկ եթե իրանք ձև են տալի, որ իրանք կենտրոնական Ասիայի հետ լավ են, հասկացեք, կենտրոնական Ասիայից ոչ մի վագոն ապրանք չի կարող գալ այս մեզ մոտ, շրջանցելով Ռուսաստանը կամ Իրանը։ Կասպից ծով այդ այնքան թանկ է, այնքան անիմաստ է, որ ուղղակի չի լինելու։ Ուրեմն ինքը կամ պետք է գա Ռուսաստանով կամ Իրանով, հազար ներողություն, եթե ինքը եկավ Ռուսաստանով, Իրանով, ինչի՞ է գալիս տեղ։ Որն է իմաստը։ Նախիջևանը եւ Բաքուն իրար Նախիջևանը կպած է Իրանին երկաթ գծով։ Չինաստանը, Ղրղստանը, Ղազախստանը եւ Թուրքմենստանը կպած են Իրանին երկաթ գծով։ Իրանը իր հերթին կպած է Թուրքիային, Նախիջևանին եւ Ադրբեջանին, մեզ կպած չի։ Երկաթ գիծը կա, այդ ամենայժան բանն է։ Ճանապարհները կան, կա բարձր բեռնատարները կարան գնան։ Որտեղ եք դուք ստեղ տեսնում այդ կցորդը։ Որտեղ եք տեսնում, որ կենտրոնական Ասիան, նորից եմ ասում, կենտրոնական Ասիան եւ Հայաստանի Հանրապետությունը, հայերը եւ կենտրոնական Ասիայի էթնիկ խմբերը, հայկական մշակույթը եւ կենտրոնական Ասիայի մշակույթները կամ հավատամքները, դրանք տարբեր են։ Մենք ուրիշ ենք։ Դա Իսրայելի պահանջն է եղել։ Ադրբեջանին հզորացնել։ Ուրիշ ոչ մի բան։ Ուրիշ ոչ մի բան։ Հերրական նպատակը Հայաստանի, ասենք, ոչ միայն արևելան ճակատ ստեղծեն, այլ նաև Նախիջևան ստեղծեն, որը կապած է։ Իրանք հիմա չեն կարողանում շատ զուրկ տանեն վերահսկվում։ Իրանց նպատակը դա է։ Խոսքը ես որ ասում եմ հարցակցություն, չեմ ասում հիմա է, ես որ ասում պատերազմ չեմ ասում վաղը։ Այսինքն լինելու է։ Դուք պետք է հասկանաք, որ հիմա կառավարությունը իր նախընտրական վարկանիշները ապահովելու համար Թրամփի հետ լավ լինելու համար, ինչ որ այս մի հիմարի հետ, այն մի հիմարի հետ, Պուտինի բան, սենց
Բայց այս ամեն ինչը գնում է մեր անվտանգությունից ոչ թե հիմա, 20 տարի հետո։ Մենք հիմա պետք է կառուցենք 20 տարի հետոյի ճակատամարտը։ Այսինքն մենք հիմա կոպիտ ասած ես որ լինեմ իշխանության, ես գիտեմ ինչ ան, որ այնտեղ չարցակվեն մեր վրա, բայց հիմա ես տեսնում որ այս կառավարությունը լրիվ հակառակն է։ Եվ ճանապարհները ռազմավարական կետեր են անվտանգության համար։ Ճանապարհները նաև նույնիսկ տեսեք, դու կարող ես ճանապարհ Ինչ եմ ես ասում Եվրամիության անդամ դառնանք, հա։ Եթե լինես Եվրամիության անդամ երկիր, այդ ճանապարհի պաշտպանվածությունը ֆիզիկական հողի վրա կլինի երկրորդական, որովհետև դու կլինես 503 միլիոնանոց մեծ աշխարհում ամենամեծ տնտեսության եւ մեծ հաշվով աշխարհում ամենամեծ բանակի այդ բանի միության մի տարը մի կտոր։ Բայց դուք ասիք երբ եւ երբ։ Հա, հիմա հարցը հետեւել։ Ներողություն, եթե եք ասում։ Եթե մենք լինենք եվրոպական միության։ Եթե, չէ, տեսեք, եթե ճանապարհի մասին ենք խոսում, դրանց տեղում պաշտպանվածությունը էականը, եթե դու չես, то հենց հիմա, եթե դու ես, то այդքան էական չի։ Լավ։ Այսինքն, եթե մենք լինենք Եվրամիության անդամ, հենց հիմա, եւ Նիկոլասի բացում եմ, կասեմ լավ, օքեյ, ուղղակի տենց որտեղ այնտեղ կա Frontex, այնտեղ կա հազար ու մի բան, այնտեղ կան ստանդարտներ, այնտեղ կան արբանյակային նավատորմեր, այնտեղ կա զորք, զինամթերք, այնտեղ կա, ասենք, չգիտեմ, Բրյուսել, որը կարա SWIFT-ից անջատի Ադրբեջանը, այսենց եթե դու հարձակվես, որտեղ SWIFT-ը եվրոպական է։ Բայց դու ոչ մի բան ես, դու ոչ մեկ ես։ Քո հույսը ոչ մի բանն է։ Հիմա ինչ եմ ես ասում այդ Շանհայի մասին խնդալու է։ Շանհայ դու չես մտնելու։ Դու կարաս հետաքրքրված լինես, չի՞ ես ասում սուտ է խոսում դա։ Խասաթ է սարքե, անիմաստ սուտ է խոսում։ Հաշվարկը գյուղական բնակչությանը խաբելն է։ Գյուղական, որտեվ գյուղը չգիտի Շանհային համագործակցության այդ բանը ոնց է այնտեղ կարգը, օ հզորա լավա Չինաստանի հետ լավա, գերագույնը Չինաստանի հետ էլ լավ, Եվրոպայի հետ էլ լավ, հետո խոսում ես գլուխ բռնում ես, ասես լցել է սրանց գլուխը լցե, ստերի հերը անիծել է։ Ուրեմն Շանհայի անդամ մենք չենք դառնա, որովհետև այնտեղ կա Պակիստան, որը բլոկ է անում։ Վերջակետ, չի լինելու դա։ Մոռացեք, չի լինելու։ Դու չես կարող Չինաստանի հետ դուրս գաս ուղիղ հարաբերությունների մեջ, որովհետև Չինաստանը կապող քո միակ ճանապարհը ԵԱՏՄ-ով է։ Չես կարող։ Եթե կա ԵԱՏՄ, դու չես կարող Չինաստանի հետ ունենաս ուղիղ կապ։ Վերջակետ, մոռացեք դրա մասին։ ԵԱՏՄ-ն քեզ չի թողի, որտեղ ինքը նույն ապրանքը ամուրը անցնում է Վլադիվոստոկում Ռաստամոշկա է անում։ Ինքը քեզ իր Վայլդբերիսով այդ զիբիլը տես կծախի։ Խա թողում որ դու բերես Չինաստանից։ Կամ ինչ որ Կազախ։ Նույն բանը կանի, կամ Ղրղըզ։ Ինչն է խնդրեմը։ Իրանք Չինաստանից սաման դու չունես։ Ինչքան կարես Նիկոլին բացատրել, ընկեր մի գնա այն տնտեսական բաները, որոնց հետ դու ընդհանուր սահման չունես։ Մենք Եվրոպայի հետ ընդհանուր տնտեսական սահման ունենք, դա Թուրքիան է։ Բայց ինքը Եվրոպայից ամեն կերպ հրաժարվում է։ Գնում է ստեղծում այն ինչ-որ իր համար բաներ, լեգենդներ, վարդագույն պոնիներ են վազվզում, այտենց իրավոտ, որ ԵԱՏՄ-ն, Շանհայը, հա լավա բանը չի վերցնում են ասիական բանը, ինչ է դա հարավ-արևելյան Ասիայի հետ, որ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ֆիլիպինները անդամ են։ Դու գնանդ է Վիետնամ, Վիետնամ են գնաց։ Վիետնամի հետ էլ փխափխան են։ Խիելի։ Ես մենակ դրա վրա եմ զարմանում։ 13 տարեկան ինչ-որ պրեշիկոտ երիտասարդի տպավորություն է թողում այս կառավարությունը։ Որ ինքը չգիտի կարատե է ուզում պարապի, թե կլարնետ։ Այն աղջիկն է դուրը գալի, թե ասենք շոկոլադը։ Մամային է սիրում, թե մառոժնին։ Այ մոտավորապես այսպես նայում ես, ինչ-որ այտենց տարիքում մի հատ բան, Նիկոլին որ պատկերացնեք այդ հարցերը տալու, չոտք ինքն է։ 4-րդ հանրապետ, ինչ 4-րդ հանրապետություն, տղա ջան, ինչի մասն է քո 4-րդ հանրապետություն։ Նոր սահմանադրություն, նոր հանրապետություն։ Վայ մորս։ Երևի այդպես պետք է տարկախոս լինի, չկար դեռ։ Շատ խնդալու է։ Ես ասում եմ, դուք ցավոք սրտի մարդիկ շատ սրտին մոտիկ են ընդունում ու շատ են նեղվում էլի նրա բանը դրա համար բայց իրականում ինքը շատ ծիծաղալու վիճակ է
անկախ նրանից, թե այսօրվա կառավարությունը որքանով է ուզում կասեցնի այդ գործընթացը կամ իր կողք կանգնած այդ սուպեր դախլչիները եւ ինչքան փող են ուզում բռնել ուրիշ տեղից, այդ գործընթացը գնում է եւ չի դադարելու։ Քանի որ Հայաստանը ինքը էլի ասեմ, եվրոպական քաղաքակրթության մասը, դա ինչ որ շատ վեհ է հնչում, մարդիկ չեն հասկանում։ Եվրոպան Հայաստանից չի գնացել, Եվրոպան Հայաստանում փորձել են ճնշեն։ Հիմա շատ պարզ եմ ասում, ինչի դուք չադրայով չեք ման գալիս։ Տեսեք, որքանով են ճնշել, մի հատ շատ հետաքրքիր օրինակ բերեմ, ժամանակ ունենք, կարամ ասեմ։ Երբևիցե չեք մտածել, չէ, որ հաց ու աղ տալը դա թուրքական բան է, թուրքական ավանդույթ է։ Ռուսներն ունեն խլեբ սով։ Այո, որովհետև ռուսները թուրքական բանի տակ, թաթարական բանի տակ են, թուրքական, ոչ թե թուրքական։ Թուրքական։ Այո, ինչու։ Աղը իրանցն է։ Հելենիստական ավանդույթով, որը Իտալիայում մինչև հիմա պահպանված է, ինձ թվում է Հունաստանում որ մանգակ բան կանեն, դա հացը եւ գինին է։ Իսկ թուրքական բաների մեջ, ժողովուրդների մեջ այդ բանը կա, որ նստել ես սեղանին աղա եղել ինքը էլ այդ չի տշնամանա, քեզ երբեք չի սպանի, այդ իրանց ավանդույթն է։ Քոչվորների մոտ մեծ հաշվով, դա ռուսները դրա տակ են, աղն է սրբություն եղել, միշտ չի եղել ուղղակի, որտեղ իրանք քոչում են, աղը տենց չի լինում։ Դու միշտ պետք է մեկից առնես այդ աղը։ Ռուսաստանում նույնիսկ բանին 16-17 դարում բաներ են եղել, Ստալինի բունտի։ Այսինքն աղի համար մարդիկ ապստամբում էին, Աղի գլուխներ էին։ Հա, բանը թագավորական բանով էր գալի, փիչած թանկացնում էին, դե որ փողը չէր հերիքում, Պյոտրի բանի ժամանակ, պատերազմների ժամանակ, գինը թանկացնում էին աղի, մարդիկ ելնում էին բոբո։ Ռուսաստանում աղը շատ կարևոր է, այսա կասեմ բանում էլ ընդդեղել, որովհետև խոնավ է եւ իրանք միսը բանը որ պահպանում են, այդ թթուները, այդ աղի ձուկը բանը որ կա, իրանք այտենց են պահում։ Նույն բանը իրականում քոչվորների մոտ է, այդ թվում թուրքական այդ բաների ցեղերի մոտ, ու բաստուրման բան, իրանք էլ ունեն այտենց մի բան։ Դու միսը աղի մեջ ուղակի դնում ես, որ ինքը ջուրը քաշի, պահպանվի, երկար պահվի եւ այլն։ Աղը այդ է, մենք չունենք այդ ավանդույթը։ Դա մերը չի։ Դա ռուսական ազդեցություն է, այսինքն այդ թուրքերից է գալի։ Հաց ու աղ մենք չունենք։ Բայց մենք ճնշված ենք եղել այդ ավանդույթով եւ հիմա նույնիսկ եկեղեցին է դա տալիս։ Տեսա Կրոմի պապը եկավ Մաշելյանի մոտ։ Պոլս իրան տվեցին հաց ու աղ։ Հիմա ասեմ ինչի է դա վատ։ Ռուսական ավանդույթը մերոնք վերցրել են մինչև վերջ, ոչ թե հաց ու աղ են տալի։ Այլ տալիս են, այդ որ հյուր է գալիս, բանը դուրս են գալիս, հիմնականում աղջիկներ, որոնք այդ հացը եւ աղը պահում են։ Մոկտի դաժան բան ասեմ, իրականում դա ռուսական եւ բանի ավանդույթում քոչվորները որ գալիս էին այդ քաղաքը գրավելու, այդ իրանց հացն էին տալի, որ հացն են տալի, աղն են տալի, որ ամենաթանկն է, պետք է գնալ դեպի Եվրոպա, դրանից է պետք սկսել։ Դու պետք է չլինես այնց ոնց որ դու չես։ Հիմա ոնց կլինի, որ ստեղ տափողակով հոկեյի շորերով գամ, խնդալու չի, բայց ես հոկեյիստ չեմ, չէ։ Չի կարելի, չէ, ասենք դու հոկեյիստ չես, դու քեզ այտենց պահում։ Խնդան վրա էդ։ Հիմա ասում եմ, ասում եք բանը, բա տեղից է պետք սկսել, բա կրթությունը տեղից է գալիս, կրթությունը նորաձև է, ընդեղից է պետք սկսել, մի հատ դու պիտի գնաս կրթվես տղա ջան, գյուղական ինտելիգենցիայի ցիլոյով երիտասարդ, որտեվ հեծանիվ քշել սովորեցիր, եվրոպացի դառնալը չսովորեցիր։